Ռուս զինվորները հայտնում են, որ Պոկրովսկ, Միրոգրադ, Կուպյանսկ քաղաքներում տնետուն են մարտեր մղում ռուսները։ Թաղամասերում կենտրոնացած ուկրաինական զորքերին սեղմելով ու ստիպելով նահանջել։ 66,000 բնակչություն ունեցող Պոկրովսկում հիմա հազիվ 1000 բնակիչ է մնացել։ Մյուս երկու քաղաքներում նույնպես շենքեր են գրավել, որտեղ պատսպարվել են ուկրաինացի զինվորները։ Мой отряд завершает зачистку. Իմ ստորաբաժանումն ավարտում է Կուպյանսկի արևմտյան մասի մաքրումը։ Վերջին 24 ժամում մենք ազատագրել ենք ևս 16 շենք, առաջ շարժվելով 3 ուղղությամբ։ Այսօր մարտական գործողությունների ընթացքում մենք ոչնչացրել ենք 7 հոգանոց զինյալների խումբ, որոնք փորձում էին փախչել քաղաքից 2 զրահապատ մեքենայով։ Մեր անօդաչու թռչող սարքերն էլ հրդեհել են զինյալներ տեղափոխող 3 բեռնատար։ Պոկրովսկի կենտրոնում եւ արևմտյան մասում ռուսական բանակը 2 շարասյուն է տեղակայել։ Պոկրովսկում եւ Միրոգրադում հաջողությունները հնարավորություն կտա ռուսական զորքին վերահսկողության տակ առնել Դոնեցկի խոշոր քաղաքներ Կրամատորսկը եւ Սլավյանսկը, պնդում է Մոսկվան։ Ուկրաինական լրատվամիջոցները հղում անելով ուկրաինացի ռազմական պաշտոնյաներին գրում են, թե Պոկրովսկի եւ մյուս ուղղություններով ռուսների հաջողությունների մասին լուրերը չափազանցված են։ Ըստ Կիևից տարածվող տեղեկությունների, շփման գծում երկու կողմերն էլ ուժեր են տեղակայել, բայց լիակատար վերահսկողություն որևէ մեկը չի հաստատել ռազմավարական նշանակության այդ տարածքներում։ Ավելին, ըստ ուկրաինական կողմի, իրենք հետ են գրավում ռուսական վերահսկողության տակ հայտնված թաղամասերը Պոկրովսկում։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։